իջնելու են էլ հարցերին պատասխանի ոչ մի բան էլ չեն խոստացել, բայց ամեն անգամ հոժարակամ ընդունել են, բայց այդ ընդունելությունների արդյունքում գործուն քայլեր չենք տեսել։ Դրանով պայմանավորված ես ուզում եմ հիմա առաջարկեմ, որ ինչ-որ մեկը գա լրատվամիջոցների ներկայությամբ, թող հարցերին պատասխանեն լրատվամիջոցների ներկայությամբ, հա։ Չէ, ուղղակի մտնում եմ ներս, մի հատ փորձեմ իրանց հրավիրել ինչ-որ պատասխանատու, թող գա այստեղ եւ լրատվամիջոցների հարցերին եւ մեր հարցերին թող փորձեն պատասխան տալ։ Անվտանգությունից է։ Հա, բայց բոլորով ներս մեկ եք, էլի խնդրում, մեզ եւ լրատվամիջոցների հարցերին պատասխանի, մեզ պատասխաններ տա։ Կտեղեկացնեք, մենք ձեզանից ենք ուզում իմանանք, ունեն պատրաստակամություն իջնելու են, թե չեն իջնելու, որ մենք որոշենք մեր գործողությունները, մեր անելիքները հասկանանք։ Խնդրում եմ տեղեկացրեք, որ մենք սպասում ենք, որ իջնի ինչ-որ պատասխանատու մեկը, ով մեր հարցերին եւ լրատվամիջոցների հարցերին կտա պատասխաններ։ Խնդրում եմ ասեք, որ մենք սպասում ենք։ Չէ, որևէ անգամ չեն իջել, ուղղակի հանուն արդարության պետք է նաև ասեմ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անհրաժեշտությունը զգացել ենք հանդիպումների եւ քննարկումների, իրենք ընդունել են, հանդիպել են, քննարկել են, բայց առանց հեռախոսների, առանց կամերաների, առանց զապիսների, առանց լրատվամիջոցների, այդ ամեն ինչը փակ է մնում եւ դա չի բավարարում, հա։ Դրանք գործուն քայլեր չեն եւ դա չի բերում լուծումների։ Թող իջնեն այստեղ մեր հարցերին պատասխանեն, ապօրինի վարկերի հետ կապված ինչ մոտեցումներ ունեն իրենց դիրքորոշումները։ Թող այստեղ թափանցիկ կերպով արտահայտեն։ Վերահսկողություն իրականացնում են համատեղ բանկերի հետ։ Եվ ասում են ամբողջ աշխարհում ռիսկը մեծացել է կիբերհանցագործությունների, վարկային խարդախությունների։ Ամբողջ աշխարհում իրենք բերում են Միացյալ Նահանգների օրինակը։ Ուրեմն եկեք խոսենք Միացյալ Նահանգների օրինակի հետ։ Միացյալ Նահանգներում այո, իրենք ինչ պատճառաբանություններ ունեն, որ ամենաշատ կիբերհանցագործությունները տարածված են Միացյալ Նահանգներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեխնիկապես պատրաստ է այդ հանցագործությունների դեմն առնի, բայց միևնույնն է շարունակվում են այդ հանցագործությունները, բայց այստեղ շատ կարևոր է մի բան, որ քաղաքացուց որևէ $1 չի կարում որևէ կիբերհանցագործ գողանա, որովհետև անմիջապես այդ գումարները փոխհատուցվում են քաղաքացիներին, քաղաքացին որևէ կորուստ չի ունենում, սա բանկերի պատասխանատվության գոտին է, ուրեմն թող, եթե իրենք բերում են Միացյալ Նահանգների օրինակը, թող Հայաստանում էլ այդ օրինակը բան լինի, ոչ թե այստեղ առաջարկում եք իրենք էլ օրենքը փոխեն, որ բանկի պատասխանատվության օրենքներն էլ փոխեն, թող որոշումներն էլ փոխեն եւ անեն այն, ինչը անհրաժեշտ է, ոչ չտուժի քաղաքացին։ Չփոշիանան քաղաքացու գումարները սա 1, չգողանան քաղաքացիների գումարները սա 2 եւ չլինի քաղաքացիների նկատմամբ ոչ օրինաչափ եւ ապօրինի պահանջ, հասկանում եք, այստեղ ինչ է կատարվում։ Այստեղ բանկերը ելնելով իրենց բիզնեսի շահերից իջեցրել են անվտանգության շեմը, որպեսզի հաճախորդների համար բանկերը լինեն հրապուրիչ եւ հաճախորդների համար բանկերը լինեն մատչելի, սակայն անվտանգությունը եւ մատչելիությունը իրար հակադարձ հասկացություններ են, այդտեղ տուժել է անվտանգությունը։ Հետևաբար ռիսկը նորից դրվում է, մենք ինչ ռակուրսից խոսում ենք, այո, դիմել են քաղաքացիներ եւ երբ որ փորձել են բանկերից պատասխան ստանալ, իրենք ասում են, որ թող դիմեն իրավապահ մարմիններ, քանի որ սա քրեական օրենսգրքում նախատեսված արարք է։ Նախ դուք, եթե տուժած եք կամ ձեր ընկերները, ովքեր տուժել են, դիմել են իրավապահներին, թե ոչ, եւ որևէ արդյունք կա այս ընթացքում իրավապահներից։ Ես չեմ տուժել։ Քաղաքացիները, ովքեր այստեղ են, բոլոր քաղաքացիները դիմել են ոստիկանություն, քաղաքացիների մասով դիմումի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ,
Այն քաղաքացիների գործերի վերաբերյալ ոչ չկա դեռևս վարույթ կամ չեն դիմել ոստիկանություն, հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը այդ դիմումները ուղղակի չի ընդունել։ Կարագեզյան, դիմել եք քննչական կոմիտե նամակներ եք փոխանցել, ինչ փուլում է, ինչ ընթացքում է։ Ինչքան որ նամակ մենք որ փոխանցել ենք, այդքան նամակներին ունենք պատասխան, որ փոխվել է տուժողների դատավարական կարգավիճակը, այսինքն այլևս նրանք տուժող չեն հանդիսանում գործով անցնող կամ վկա, որովհետև ըստ էության գումարը չեն գողացել քաղաքացու գրպանից եւ քաղաքացուց չեն գողացել, գումարը գողացել են բանկից, որտեղ չի եղել քաղաքացու մասնակցությունը, հետեւաբար տուժող հանդիսանում է բանկը եւ հետեւաբար ելնելով նշյալից բանկի պահանջը քաղաքացիների նկատմամբ անհիմն է ոչ օրինաչափ եւ ապօրինի։ Մի հատ տեսնենք ինչ ունենք։ Առայժմ սպասում ենք։ Մենք մի քիչ եկեք բան անենք, դուրս գանք, մենք մի քիչ էլ կսպասենք։ Մենք կսպասենք, որ պատկան ինչ որ մեկը պատասխանատու, ինչ որ մեկը կիչնի եւ կպատասխանի մեր եւ լրագրողների հարցերին։ Լավ, մենք դեռևս կսպասենք, որպեսզի հասկանանք։ Հետո մի 15 րոպե հետո կհասկանանք ինչ գործողությունների կդիմենք։ Դուրս գանք, չէ՞։ Թիմում պետք է գրեք թողեք հետը։ Մեր կողքի մուտքը։ Մենք չենք եկել։ Չեն իջնելու։ Խոսում ես։ Այսինքն այսօր եթե դիմում գրեն կբավարարեք եւ Դիմում պետք է գրեք, մեր բերևից ասում են դիմումը գրեք, որ իրենք իջնեն, թե որ իրենք բարձր։ չէ, այսօր ոչ մեկ չի իջնելու։ Դե եթե ոչ մեկ չի իջնելու, Դիմում գրեք, գրեն այսօր կընդունեն, դիմումը նույն րոպեին ընդունվում է դիմումը։ ասենք հանդիպման պահանջով եթե Հանդիպման պահանջ։ լրագրողների եւ մեր հետ միասին։ Մեր հետ միասին հանդիպման պահանջել։ Չի լինելու հանդիպում։ Շատ։ Պայմանում, եթե հիմա դուք փորձեք, Դուք այս կառույցի դռները, դուրս գանք ու փակենք այս կառույցի դռները։ Չի լինելու այդ հա։ Պետք է փակել։ Ինչ են թաքցնում հասարակություն։ Հացնում են, որովհետև չունեն պատասխաններ, որովհետև ապօրինի գործողությունների դեմը չեն կարողանում առնել, որովհետև վերածվել են ապօրինի դաշտում։ Դրա համար մենք կփակենք այս կառույցի դռները։ Ինչ ենք անում այս դատարկ շենքում, եթե չկան մարդիկ։